Բարև ձեզ, դուք դիտում եք հորիզոնը։ Ադրբեջանը այսօր ևս հապատակեկատվություն է տարածել, թե իբր մարտի 18-ի ժամը 22:20-ից մինչև մարտի 19 ժամը 1:40 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականության, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Պաշտպանության նախարարությունը նաև վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Այս պայմանությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում, ասված է հաղորդագրության մեջ։ Շվեյցարիայի խորհրդարան 3 ձայների մեծամասնությամբ ընդունել է օրինագիծ, որը հաստատում է արցախահայերի հայրենադարձության իրավունքը։ Թեմայի շուրջ զրուցել ենք Արտյոմ Երկանյանի հետ։ Այս անգամ փաստաթուղթը ընդունել է խորհրդարանի վերին պալատը, կանտոնների խորհուրդը։ Փաստաթուղթը կոչվում է Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար հայերի անվտանգ վերադարձի հնարավորություն։ Այն կոչ է անում Շվեյցարիայի կառավարությանը հանդես գալ չեզոք անկողմնակալ միջնորդի դերում եւ ստեղծել հատուկ պլատֆորմ Ադրբեջանի կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Իսկ երկխոսությունը անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի ապահովել հայերի կազմակերպված եւ կոլեկտիվ վերադարձը հայրենիք միջազգային կառույցների երաշխիքներով եւ իրենց վերահսկողության ներքո, ինչպես եւ ենթադրում է միջազգային դատարանի որոշումը, որն ընդունվել է 23 թվականի նոյեմբերի 16-ին եւ Եվրախորհրդարանի բանաձևը, որը ընդունվել էր 24 թվականի մարտի 12-ին։ Շվեյցարիայի արտգործնախարարությունը կողմ չէր այդ փաստաթղթի ընդունմանը, պատգամավորները հաշվի են առել կառավարության ներկայացուցիչների կարծիքը, սակայն իրենց որոշումն են կայացրել։ Ինչպես դու ճիշտ ասացիր, դեկտեմբերի 17-ին նույն բովանդակության փաստաթուղթ էր ընդունել խորհրդարանի ստորին պալատը, այն ժամանակ 96 պատգամավոր կողմ քվեարկեցին 80-ը դեմ, եւ նույնպես կառավարությունը դեմ էր, եւ կար վտանգ, որ վերին պալատը հաշվի առնելով կառավարության այս դիրքորոշումը կամ չի ընդգրկի հարցը օրակարգի մեջ, կամ չի ընդունի փաստաթուղթը։ Դա հաշվի առնելով նաև արցախահայերի մի մեծ խումբ Երևանում Շվեյցարիայի դեսպանության շենքի առջև մարտի 13-ին ակցիա էր իրականացրել եւ արցախահայերի անունից Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բեգունցը փոխանցել էր Շվեյցարիայի դեսպանի մի նամակ, որն ուղղված էր Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներին եւ որում կոչ էր արվում հետևողականություն ցուցաբերել։ Արդյունքում հակառակ Ադրբեջանի իշխանությունների սպասելիքների վերին պալատը նույնպես ընդունեց այս փաստաթուղթը, կողմ է քվեարկել 46 պատգամավորներից 29, եւ դա կարծում եմ կարելի է ձեռքբերում համարել։ Ինչքան հասկանում եմ, սա ավելի շատ բան է նշանակում, քան նախորդը։ Իհարկե այս փաստաթղթի ընդունումը չի նշանակում, որ Ադրբեջանը անհապաղ կհամաձայնվի երկխոսության մեջ մտնել Արցախի ներկայացուցիչների հետ եւ բանակցել Արցախի հայերի հայրենիք վերադարձնալու պայմանների մասին։ Բայց ինքնին փաստաթղթի ընդունումը չափազանց կարևոր է եւ վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը չի համարում Արցախյան խնդիրը վերջնականապես լուծված, չի համարում, որ վերջակետ է դրվել եւ համարում է, որ այս հարցի վերաբերյալ դեռևս անհրաժեշտ են բանակցություններ
եւ ի վերջո պետք է կատարվի միջազգային դատարանի վճիռը եւ արցախցիները կարողանան միջազգային կառույցների երաշխիքներով եւ վերահսկողությամբ վերադառնալ հայրենիք։ Եվ անգամ եթե Մինսկի խումբը լուծարվի, ինչպես Ադրբեջանն է պահանջում, ակնհայտ է, որ միջազգային հանրությունում կա ընկալում այն բանի, որ երկխոսություն, բանակցություններ այս հարցի վերաբերյալ այնուամենայնիվ անհրաժեշտ են եւ Շվեյցարիան որպես միջնորդի հարուստ փորձ ունեցող երկիր այս բանի մասին խոսելու իրավունքը կարծում եմ վաստակել է։ Եվ կարևոր են շեշտադրումները եւ ձևակերպումները այս ընդունված փաստաթղթի։ Այդ օրինագծի հիմնավորման տեքստում հետեւյալն է ասում, մեջբերում եմ. Վախենալով նոր ցեղասպանությունից, ինչպիսին հայերի դեմ իրականացվեց 1915 թվականին, բնակչությունը ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել իր հայրենիքը, տեղի է ունեցել փաստագրված էթնիկ զտումներ, ասվում է փաստաթղթում, հազիվ թե Բաքվում շատ այսպես գոհ լինեին այս ձևակերպումները կարդալուց։ Ամեն դեպքում ինչպիսին է արձագանքը Բաքվի։ Հետաքրքիր է, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրեթե չեն անդրադառնում այս թեմային, իսկ այն պարբերականները, որոնք անդրադառնում են, պարզապես խեղաթյուրում են փաստերը։ Այ օրինակ Մինվալ պարբերականը այս թեմայի մասին իր հոդվածը վերնագրել է հետևյալ կերպ, մեջբերում եմ. Շվեյցարիայում հայկական լոբիի տապալումը։ Չեմ հասկանում, ինչ տապալման մասին է խոսքը, եթե փաստաթուղթը ընդունվել է։ Պարզվում է տապալում են անվանում ադրբեջանցի մեր գործակալությունը, մեր գործընկերները այն, որ Շվեյցարիայի կառավարությունը կողմ չի եղել փաստաթղթի ընդունմանը։ Եվ պարբերականը գրում է, որ դա ադրբեջանական դիվանագիտության մեծագույն ձեռքբերում է եւ դա հնարավոր դարձավ ադրբեջանական դեսպանության ակտիվ եւ հետեւողական աշխատանքի արդյունքում։ Մի քանի հանգամանք ընդհանրապես հիշատակեմ։ Առաջինը Շվեյցարիան խորհրդարանական պետություն է եւ ի տարբերություն Ադրբեջանի այնտեղ իշխանության թևերի բաժանում կա ընդգծված եւ կառավարությունը իրավունք չունի միջամտել խորհրդարանի գործերին։ Երկրորդը Շվեյցարիայում իշխող ժողովրդական կուսակցության падգամավորները եւս կողմ են քվեարկել այս փաստաթղթի ընդունմանը, կարծում եմ դա ինչ-որ բան նշանակում է։ Եվ երրորդը, երբ խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունում են օրինագիծը, ըստ էության այն օրենքի ուժ է ստանում եւ կառավարությունը անկախ իր ցանկությունից պարտավոր է հաշվի առնել եւ հետեւել խորհրդարանի պահանջներին։ Այդ իմաստով ադրբեջանական պարբերականների այսպիսի գնահատականները պարզապես ծիծաղ են առաջացնում։ Շնորհակալություն հարց։ Մոսկվայի, Բաքվի եւ Երևանի երակոմ աշխատանքային խումբը չի փակվել, եթե գործընկերները դիմեն մեզ, Ռուսաստանը հաճույքով կշարունակի աշխատանքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը։ Ինչ վերաբերում է փոխվարչապետների երակոմ աշխատանքային խմբին, ապա այն ստեղծվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն։ Հիմա այն այսպես ասած քնած վիճակում է, դա կարելի է հարցանագրել, բայց մենք գիտենք, որ այս թեմայով շփումներ են իրականացում գործընկերների միջև, ասել է նա։ Օվերչուկը ընդգծել է, որ խումբը ոչ ոք չի փակել։ Եթե գործընկերները դիմեն մեզ եւ մենք կարողանանք ինչ-որ կերպ օգտակար լինել, իսկ մենք կարող ենք օգտակար լինել, ապա մենք իհարկե հաճույքով կշարունակենք այս աշխատանքը, բայց դա կախված է գործընկերներից, ասել է պաշտոնյանը։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացվող զբաղվածության ծրագրերի արդյունքները։ Կենսաթոշակները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված անձանց մասով, ուրեմն կենսաթոշակառու են հանդիսացել 24 թվականի ընթացքում 28259 անձ։ Սա նշանակում է, որ ամբողջությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված մեր կենսաթոշակառուները ներառվել են մեր
սոցիալական պաշտպանության համակարգ առաջին իսկ ամիսների ընթացքում 24 թվականի, ինչպես նաև նշանակում է, որ մեծ հաշվով բոլոր բռնի տեղահանված ընտանիքները հասու են, իրանց հասանելի է սոցիալական պաշտպանության համակարգի բոլոր ծառայությունները։ Կարևոր է նաև, որ ընդհանուր առմամբ ինտեգրման իմաստով եւ ընդհանուր սոցիալ-տնտեսական կյանքի ներառման իմաստով կարևոր են նաև մեր հայրենակիցների համար զբաղվածության ծրագրերը, հաստատվեց հատուկ զբաղվածության ծրագիր հենց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար 24 թվականի ընթացքում եւ այնտեղ 4 բաղադրիչ ունեցող ծրագիր էր, մանրամասները կարող եմ գործընկեր պարոն Սարգսյան ներկայացնել, եթե հարցեր կլինեն, ամեն դեպքում 24 թվականի հունվարից կազմակերպված այս ծրագրի շնորհիվ 1800 անձ ուրեմն աշխատանք է ձեռք բերել եւ դարձել է շահառու, այստեղ կարճաժամկետ ուսուցման բաղադրիչը կար, պրակտիկան կար եւ այլն եւ այս ծրագրի տարբեր բաղադրիչներով 1800 հոգի է դարձել աշխատանք ձեռք բերել, ուզում եմ նշեմ, որ ծրագիրը շարունակվում է հիմա էլ եւ հասել է շահառուների թիվը 2180 անցել է, նաեւ բացի այս բուն ծրագրերի իրականացումից մեր հայրենակիցները նաև աշխատանքի են տեղավորվում պարզապես զբաղվածության խորհրդատվության մեխանիզմով եւ աջակցությամբ ընդհանուր առմամբ մինչ այսօր 6000-ից ավել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ միասնական սոցիալական ծառայության կողմից այսպես խորհրդատվության եւ ծրագրերի գործիքակազմերով տեղավորվել են աշխատանքի 24 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում ընդհանուր առմամբ աշխատանքի անցել ավելի քան 21800 բռնի տեղահանված, սա արդեն եւ ինքնուրույն իրենց ուժերով մարդիկ աշխատանքի եւ կայուն զբաղվածության ֆորմալ զբաղվածության մասին է խոսքը ձեռք են բերել, ավելի քան 4600 բռնի տեղահանված ձեռք է բերել ինքնազբաղվածի կազմակերպության հիմնադրի կարգավիճակ։ Այսքանը կհանդիպենք ժամը 15-ին։